Հարգելի գործընկերներ, ողջունում ենք նախաձեռնությունը եւ մեր սատարումն ենք հայտնում քաղաքական բանտարկյալներին եւ քաղաքական բանտարկյալների երամը կարծես թե համալրվելու է եւս մեկով նախորեն 73-ամյա կնոջ հանդեպ քրեական գործ են հարուցել Facebook-յան գրառման համար։ Գյումրեցի, եթե չեմ սխալվում։ Հիմա անդրադառնամ հնչած գնահատականներին երկու մասով՝ իրավականի դրվագով եւ քաղաքականի։ Այստեղ կարմիր թելի պես անցնում է միջազգային կառույցների, իրավապաշտպան կազմակերպությունների արձագանքը, դրա բացակայությունը, լոյալ վերաբերմունքը, հարգելի տիկնայք եւ պարոնայք, եթե անգամից մի պահ ենթադրենք, թե այդ գնահատականները կան, դատապարտում են, սանկցիաներ են կիրառում, հավատացեք դրանից գործող իշխանությունների վարակագծի մեջ ոչինչ չի փոխվելու, որովհետև սոսկ այդ իրավապաշտպան կազմակերպությունների շտաբ բնակարանները որտեղ որ կան, միայն այդ երկրների աջակցությունը չէ, որ նրանք վայելում են, այս իշխանությունները պաշտոնական Անկարայի ու Ստեփանակերտի դիրեկտիվաներն են կատարում եւ Հայաստանը փորձում դարձնել թուրք-ադրբեջանական պրոտեկտորատ։ Հիմա ասենք թե ինչ որ միջազգային կազմակերպություններ զեկույցներ գրեցին կամ դատապարտեցին, դրանից Անկարայից եւ Բաքվից եկած պատվերները եւ այստեղ այդ պատվերը կատարողների հանդգնությունը եւ ազգադավությունը ամենևին չի պակասելու։ Իսկ թե որտեղից է գալի այս իրավիճակը, մենք այս թվով քաղաքական ունենք, այս իրավիճակը նախ եւ առաջ գալիս է 20 թվականի նոյեմբերից, երբ որ նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո մենք բոլորս շոկի մեջ եւ մարդը բունկերում էր, մեր իրականության մեջ օբյեկտիվորեն չկար այն քաղաքական ուժն ու անհատը, որ պատրաստ էր կյանքի կոչել նոյեմբերի 9-ի փաստաթղթի, մասնավորապես Բերձորն ու Քարվաճառը հանձնելու դրույթները, եւ մարդը բունկերից դուրս եկավ։ Բունկերում պահկվածն է այս ամեն ինչի հեղինակ, այսօր նա բունկերից դուրս է եկել։ Մյուս դրվագը, որը բերել է այսօրվան, 21 թվականի գլխավոր շտաբի հայտարարության հնարավոր արձագանքներն էր եւ դրանից հետո պաշտոնական Անկարան սատարեց իրեն եւ այդ պահից Հայաստանը ունեցավ Թուրքի պահած իշխանություն։ Դա գնահատական չի, դա վերաբերմունք, դա փաստ է, կատարված խայտառակագույն պատմական փաստ է այդ ամենը։ Իսկ երրորդ դրվագը այն էր, երբ որ 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրագայում նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս եւ մենք թույլ տվեցինք, որ նրա հետադարձ ինքնաթիռը վայրեջք կատարի օդանավակայանում։ Այսօրը գալիս է այդ օրերից, որևիցե մեկի բանի վրա պետք չի զարմանալ, բայց Քավլիցի ես չեմ ինձ փորձում տարանջատել, մենք բոլորս միասին ենք այս ամեն ինչի միջով անցել, անշուշտ եղել է նաև դիմադրության շարժումներ եւ 22 թվականին եւ 24 թվականի սրբազան շարժումը, բայց արի ուտես, որ այսօր, քանի որ կա հզոր աջակցություն, իհարկե հզորը ճակերտների մեջ Անկարայից եւ Բաքվից, մենք առ այս պահը չենք կարողացել հասնել այդ բաղձալի իշխանափոխությանը, սա զուտ այն մասով, թե որտեղից ենք եկել հասել այս պահին, իսկ հետագա անելիքների մասին, որպես շատ ավելի կոնկրետ դրվագ, ես առաջարկում եմ, որ ինչպես նաև այստեղ դահլիճում շատ տարբեր ելույթներում շեշտվեց, առաջիկա ընտրական գործընթացներից առաջ դեռևս սկսել հանրության հետ երկխոսությունը, գնալ խոսել մարդկանց հետ բացատրվել, խոսել են արատավոր երևույթներից, որ եղել է անկախ Հայաստանում։ Ի վերջո դա եղել է Նիկոլ Փաշինյանի հաց ու ջուրը։ Ու այլ բան, որ այո, այդ արատավոր երևույթները իր օրոք զարգացել են, բայց այդուհանդերձ գնալ եւ խոսալ, գնալ եւ պատասխանատվություն ստանձնել եւ ասել, որ հետ Փաշինյանական Հայաստանում իշխանությունը չի կեղծելու ընտրությունները։ Գնալ եւ ասել, որ չի խրախուսվելու կոռումպացված դատախազը, միլպետը, քննիչը, մարզպետը, քաղաքապետը, թաղապետը, գնալ եւ խոսալ այդ տարատավոր երևույթների մասին, ունենալ սոցիալական դիմագիծ, գնալ եւ ասել, որ պետությունը միջամտելու է, որ բանկերես խայտառակ տոկոսներով մարդկանց վարկերի տակ չգցեն, խոսել մարդկանց առօրյական խնդիրներից, միայն այն, որ սա Թուրքի դրածո է, կարծես թե չի բավականացնում, որ իշխանությունները փոխվեն, հասնենք այդ բաղձալի իշխանափոխությանը։ Գնալ եւ այդ հողը, որը նա անընդհատ որի վրա կանգնած խոսում է, այդ հողը տանել նրա ոտքերի տակից։ Իսկ ընտրական գործընթացների մասով մարդիկ չեն էլ թաքցնում, որ ինչ-որ կուսակցությունների գործունեություն են կասեցնելու, ինչ-որ կուսակցությունների չեն թողելու մասնակցել ընտրություններին, ում են որ թողեն կարող է կեսից հանեն ինչ-որ քրեական գործեր կարելով։
Դրա համար մեկ շատ կարևոր է, որ եւ ընտրություններից առաջ սկսվի այդ խոսակցությունները, քարոշչության ժամանակ լինի բաց ու անկեղծ խոսակցություն մեր երկրի արժեվ կանգնած բոլոր մարտահրավերների վերաբերյալ, եւ ամենակարևորը ընդդիմությունը պատրաստ լինի հետընտրական զարգացումների, հետընտրական հանրահավաքային հզոր շարժման, որովհետեւ ինչպես նշեցի, իրենց արտաքին քաղաքական աջակիցների Անկարայի եւ Բաքվի աջակցությամբ սրանք ընդունակ են ոչ միայն բանտերը քաղաքապետարներով լցնելու, այլ նաև կեղծիքների եւ ամեն կերպ ընդհանուր մինչեւ ժողովրդի վրա բիրտուշ կիրառելու արդյունքում իշխանությունը պահելուն։ Մենք բավական է post factum արձանագրենք ինչ որ բաներ, Արցախի կորուստ, քաղաքապետարներ, պետք է ուղղակի առաջանցիկ քայլերով գնալ առաջ, հնարավոր իրենց բոլոր քայլերը հաշվարկել եւ ամենակարևորը գնալ ծայրից ծայր, մեղրից մինչեւ այրում, գնալ մարդկանց հետ խոսել, մարդկանց մեջ առաջացած տարբեր միֆերը ջարդել, շատ ու շատ արատավոր երևույթների հետ կապված էլ պատասխանատվություն ստանձնել, ներողություն խնդրել, մարդկանց քվեն խնդրել, աջակցությունը խնդրել եւ որպեսզի մարդիկ հասկանան, որ հայրենիքը գտնվում է օրհասական վիճակում։ Ամփոփելով խոսքս, ուղղակի ուզում եմ ասել ազատություն քաղբանտարկյալներին, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի երրորդ հանրապետություն։